Հանրապետության 70%-ից ավել գյուղական համայնքներում չկա արվեստի եւ մշակույթի կրթության որևէ հնարավորություն։ Մենք մանրակրկիտ հարցաշար ենք մշակել եւ համայնքապետարանների հետ ճշտում ենք։ Կա արդյոք ձեր համայնքում մասնավոր ուսուցիչ արվեստի կամ մշակույթի որևէ ճյուղի, կա արդյոք արվեստի դպրոց, կա արդյոք երաժշտական դպրոց, կա արդյոք բարի խմբակ, եւ ունենք այդպես 10-ից ավել տարբերակ, եւ մեր հետազոտությունը պարզել է, որ 70% գյուղերում եւ մի փոքր ավելին չկա որևէ բան, ոչ մասնավոր ուսուցիչ, ոչ բարի խմբակ, ոչ երաժշտական դպրոց, ոչ արվեստի դպրոց։ Եվ այս երկու փաստերը համադրելով, այս հակասությունը վերհանելով, մի կողմից այն, թե որքան կարևոր է արվեստը եւ մշակույթը, եւ մյուս կողմից այս բացը եւ անհասանելիությունը, կարևոր ենք համարում մեր բաների շրջանակներում քննարկել այս հարցերը, թե ինչ խնդիրներ են տեսնում մեր բաների մասնակիցները, ինչպես կարելի է լուծումներ տալ այս եղած խնդիրներին, որոնք են այն սուր հարցերը, որոնք այս պահին կան Հայաստանի մշակութային եւ արվեստի կրթության ոլորտներում։ Այդ առիթով ուզում եմ ներկայացնել մեր պանելի մասնակիցներին։ Արսեն Գրիգորյան, ՀՀ վաստակավոր արտիստ, Արար կենտրոնի հիմնադիր ղեկավար եւ Գութան փառատոնի հիմնադիր ղեկավար։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Արմեն Խաչիկյանին, Արար քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն։ Հասմիկ Հովհաննիսյան, դասավանդիր Հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգող։ Կորյուն Դավթյան, Կայտ մշակութային հանգույցի հիմնադիր տնօրեն։ Եվ Արթուր Աթանեսյան, Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, Արար քաղաքակրթական հետազոտությունների լավիդա փորձագետ եւ նաեւ ուզում եմ նշել, որ պարոն Արթուր Աթանեսյանը իմ եւ Արմենի գիտական ղեկավարն է։ Շնորհակալ եմ։